Կարևոր մի հարցադրում եմ ուզում կատարել Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահը վերկուսակցական պետական ինստիտուտ է, որի կարևոր առաքելությունը համազգային խնդրով առաջ շարժվելն է։ Հիմա անցյալ տարվա շրջանակներում նախագահի գործունեությունը այս ուղղությամբ կարող եք բնութագրել ինչ-որ կոնկրետ արդյունքային ցուցանիշներով։ Միջոցներ են ծախսվել, սկսած օտարերկրյա այցերից ավարտված երկրի ներսում նախագահի գործունեության շրջանակներում։ Կոնկրետ, օրինակ, այս լիազորությունը սահմանադրական, որ վերապահված է Հանրապետության նախագահին, ինչպես է արտահայտվել։ Շնորհակալություն հարցի համար։ Ես այլ հանգամանքներում երբ կասեի քննարկման թեման չի առնչվում, բայց ընդդիմության կողմից ներկայացված հարցը խնդրեմ։ Պարոն Վարդանյան, խնդրում եմ բան Չեմ սահմանափակում, խնդրեմ ասում։ Չէ, ես ասում եմ ուղիղ առնչվում, որտեղ միջոցները ծախսելու շրջանակներում արդյունքային կարևոր ցուցանիշներից մեկը սահմանադրությամբ վերապահված լիազորությունների կատարման գնահատումն է։ Շատ բարի, խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն պարոն Մինասյան։ Ցավոք հաշվետվությունս ներկայացնելու դուք ստեղ չէիք, ես փորձեցի մանրամասնել սահմանադրական նորմերով պայմանավորված Հանրապետության նախագահի գործառնությունները, դրանք են օրենքների ընդունումները, քաղաքացիության վերաբերյալ դրամանագրերի ստորագրումները, դիվանագիտական եւ դասային աստիճաններ շնորհելը եւ շքանշաններով, մեդալներով պարգևատրելը, դրանք մեր արդյունքային ցուցանիշներն են, որոնք կարծեմ համեմատության մեջ օրինակ 2024 թվականին քաղաքացիության վերաբերյալ ընդունվել են 185 հրամանագրեր 2023-ի 130-ի դիմաց։ Ստորագրվել են Հանրապետության նախագահի կողմից ազգային ժողովի ընդունած 527 օրենքներ, դրանք 2023-ին 100-ով պակաս էին։ Այս բոլորը սահմանադրական իրավասությունների շրջանակներում Հանրապետության նախագահի գործունեությունն է, նաև արտասահմանյան այցեր, որոնցում Հանրապետության նախագահը ամեն առիթ օգտագործել է ներկայացնելու հանրապետությունում ու հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում ոչ միայն գործընկերներին, նաև հայ համայնքին, նաև հնարավոր այլ երկրների գործընկերներին, նույնը իրականացվում է նաև մեր երկրում բոլոր տեսակի ընդունելությունների հանրապետության նախագահի հանդիպումների ժամանակ։ Հիմա խոսքը վերաբերում է գնահատական տալուն, թե հանրապետության նախագահին իրականացնել, այո, մենք մեր արդյունքային ցուցանիշներում ունենք սրանք գրած, որոնց հետևողական գնում ենք դեպի այդ ուղղությամբ, բայց արդյունքային ցուցանիշներում մենք շատ ներողություն հանրապետության նախագահի գործունեությունը ստեղծված իրավիճակի բնագավառում որպես այդպիսին թվային ցուցանիշ չունենք, որից դժվարանամ ասել թվային ինչ գնահատական տալ։ Արձագանքում եք։ Այո, խնդրեմ պարոն Պողոսյան, Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասն ասում. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդում է բացառապես համապետական եւ համազգային շահերով։ Հարցիս նպատակն ու իմաստը ոչ այնքան քանակական ցուցանիշների, որքան որակական, հա, որտեղ կարևոր հատվածներից մեկը ծրագրային բյուջետավորման նաեւ որ միջոցները, որոնք ծախսվել են ինստիտուտի պահպանման վրա, ինչպիսի որակական գնահատումներով կարող ենք ներկայացնել։ Ասենք օրինակ ստեղծված հանրապետությունում լարված վիճակում իշխանությունների կողմից նախաձեռնված հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումների պայմաններում կամ նախորդ տարի այլ ավելի բացասական դրսևորումների պայմաններում ինչ է արել նախագահը, որպեսզի համազգային եւ համապետական նպատակներով շարժվելու շրջանակներում լիազորությունների շրջանակներում ստեղծել է ավելի հանդուրժողական միջավայր, ավելի ազգային շահերով, համազգային շահերով շարժվելու միջավայր, տարբեր թեմաներ են եղել, հա, նաև ցեղասպանության հետ կապված, բազմաթիվ հարցեր, հիմա չմանրամասն։ Իմ հարցի էությունը հետևյալն է. որակական տեսակետից կա ինչ որ մեկ կամ երկու, հա, բնութագրումներ,
որոնք մեր հանրությանը կարող ենք ներկայացնել, ասեք, տեսեք նախագահը օրինակ, այս լարված իրավիճակում Հայաստանի նկատմամբ արտաքին թշնամական վերաբերմունքի պայմաններում իրենց գործողություններով նպաստեց հայ ժողովրդի համախմբմանը այս նպատակի շուրջ։ Կա այդպիսի բնութագրումներ, իմ գնահատմամբ չկան։ Եթե կան, խնդրում եմ հրապարակեք։ Պարոն Մինասյան, ձեր արձադրումները ուղիղ քաղաքական դաշտ են տանում, ձեր գնահատականները ուղիղ ձեր մասնավոր գնահատականները կարող են լինել եւ մենք դրանք կարող ենք հարգել, բայց մեր գնահատականն է, որ հանրապետության նախագահը լիարժեք իրականացնում է իր սահմանադրային իրավական լիազորություններից բխող բոլոր գործառնությունները։ Եվ մենք ամեն ջանք կիրառում ենք, որպեսզի այդ ամենը ապահովենք։ Շնորհակալություն։